Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքական գործիչ եւ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շանազարյանն է, ողջույն պարոն Շանազարյան։ Այսօր գիտեք բոլորի ուշադրության կենտրոնում մայրաթոռն է եւ 10 եպիսկոպոսներ, ովքեր կաթողիկոսի հրաժարական են պահանջում, հրավիրել են հավատացյալներին այնտեղ հեռացմանը հասնելու համար, իր հերթին կաթողիկոսի կողմնակիցները ընդդիմադիր նաև տարբեր ուժեր հայտարարել են, որ այնտեղ են լինելու, այսինքն բոլորի արգումենտները, կարծիքները եւ մեղադրանքները շատ լավ հայտնի են, դրանք չվերարտադրեմ, ինչպես եք դուք գնահատում այս գործընթացները։ Կրկնեմ իմ գնահատականը, սա իշխանության Արցախի հանձնումից հետո հավանաբար երկրորդ ամենամեծ դավադրությունն է մեր պետականության, այո պետականության, մեր ազգի եւ հայության դեմ։ Շատ կարճ իշխանությունը ձգտում է ստեղծել ընդհանրապես տոտալիտար համակարգ, մասի ես նույնիսկ տարիներ առաջ եմ ասել, եւ եկեղեցին պետք է լինի կառավարության վարչություններից մեկը, փաստացի։ Հեուրանքներ են, որ սա ոչ թե հայ առաքելական եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի, դա սուտ է։ Ինչ վերաբերվում է այդ ձեր նշած 10 նախկին հոգևորականներին։ Նախկին են արդեն։ Այո, իհարկե։ Բայց դեռ չեն հեռացվել։ Կարևոր չի։ Նրանք ըստ արդեն նախկին հոգևորականներ են։ Գիտեք, նրանք հուդաներ են, բառեսպուն իմաստով։ Եվ հիմա այդ հուդաները փորձում են դառնալ բրուտոս։ Դեք, ես նույնիսկ նրանց չեմ էլ խղճում։ Եվ հուսանք, հիշեցի, որ նրանք կհայտնվեն Դանթեի դժոխքի 9-րդ պարունակում, որտեղ ինչպես հայտնի է գտնվում են Հուդան եւ Բրուտոսը։ Վստահ եմ, որ ոչ չի ստացվելու իրենց մոտ։ Սա իշխանության կազմակերպած միջոցառումն է։ Ես արդեն ասացի, ուղղված ուսանունի դեմ եւ իսկ այդ անձնավորությունների, նույնիսկ չեմ ուզում ասել մարդկանց, իրենք օգտագործում են ինչպես բոլշևիկները տուգանային գումարտակներն էին օգտագործում, չեմ ուզում որևէ ածական օգտագործել, որտեղ դրանից ավելի անարժան անձնավորություններ ես ուղղակի չեմ պատկերացնում հիմա։ Իսկ ինչպես պարզել, պարոն Շանազարյան, արդյոք ճիշտ է քաղաքական իշխանության մեղադրանքը վարչապետի մակարդակով օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանքը եկեղեցուն վերնախավ մի քանի ներկայացուցիչների, ընդհանուր կաթողիկոսի, նրա եղբոր անունն է Նիկոլ Փաշինյանը հնչեցնում, ընդ որում ասեմ ձեզ, հասկանալ փաստերի մակարդակում, ոչ թե շարժումների։ Երկու կետով կպատասխանեմ։ Առաջինը, իշխանությունը որպես այդպիսին ուղղակի իրավունք չունի որևէ մեկի մեղադրանք առաջադրել հրապարակային։ Ինքը ունի բոլոր լծակները, ողջ իրավապան համակարգը այդ մեղադրանքը իրավաբանորեն իրավական ճանապարհով առաջադրելու համար։ Ընդդիմությունը դա կարող է, դա ընդդիմության մենաշնորհն է։ Եթե դա չի արվում, ուրեմն դրանք հեուրյանքներ են։ Ոչինչով չապացող կամ զրպարտություններ։ Պետք է փաստեր ներկայացվեն օտարերկրյա իշխանությունն է, դուք հասկանում եք։
ունի բոլոր պատժիչ մեխանիզմները, ուրեմն քրեական գործեր հարուցեք, ապացուցեք, դատեք, պատժեք ամենախիստ ձևով։ Բայց եթե դու դա չեք անում, ուրեմն դա ստացվում է բացառապես սրբան եւ ոչ միայն այս հարցում, բոլոր հարցերում այս իշխանությունը շատ է սիրում եւ շատ հաճախ այդպիսի հրապարակային մեղադրանքներ շատ-շատերի նկատմամբ հնչեցնում է։ Արեք։ Նույնիսկ եմ գերկենում։ Դուք իշխան ընդդիմությունը չունի այդ լծակները։ Սովորական քաղաքացիները չունեն այդ լծակները։ Նրանք կարող են դա անել, իշխանությունը դա ուղղակի չի կարող անել, բայց դա իշխանությունը լինելով ծայր աշճան անգրագետ երևի այդքան նույնիսկ չեն հասկանում։ Երկրորդ։ Գիտեք, Ռոբերտ, ես եւս այս անձնավորությունների մասին հուդաները, որոնք հիմա բրուտոսի դեր են ուզում ստանձնել, ես եւս շատ բան կարող եմ ասել, բայց երբեք դա ինձ ցույց չեմ տա։ Եվ այն տեղեկատվությանը, որ ես տիրապետում եմ, նա իմ հետ միասին կգնա այս աշխարհից։ Ես չեմ իջնի այդ մակարդակի։ Բայց հանրությունն էլ շատ լավ գիտի, որ մեղմ ասած ամենահարգված եկեղեցականները չեն եղել։ Ընդ որում բոլորի մասին, առանց բացառության։ Բաներ, որ իրենք էլ մտնելով էլ չի անցնում, որ ես կարող եմ իմանալ, բայց դա թողենք։ Լավ, միացական ավելի ստորագույն բան քան անում են սրանք, այս նախկին եկեղեցականները, դժվար է պատկերացնել։ Ասում են խնդիրներ ենք բացասել գագի երկրորդը չի թառաջում։ Լավ, ես չեմ ուզում անհեթեթությունները, որոնք ասվում են բոլոր կողմերից, նրանց անդրադառնալ, մեկնաբանել, բայց ասեք, Փաշինյանը իշխանության գալու իր առաջի օրվանից մինչև այսօր եւ այդպես ինքը անընդհատ պառակտում է հասարակությունը եւ իշխանությունը պահում է այդ պառակտվածության վրա։ Այս ընդդիմությունն էլ դրանում իրեն օգնում է։ Դա աբսուրդ է, ցանկացած ղեկավար որ գալիս է, առաջինը ասում է ես ովքեր ինձ ընտրել են եւ ես նրանց ղեկավարներ, ովքեր չեն ընտրել եւ փորձում է համախմբել հասարակությունը։ Այդ պառակտումը, եթե հիշում եք, շարունակվեց նույնիսկ 44 օրյա պատերազմի օրերին։ Հստակ շարունակվեց։ Եվ երբ որ ես այդ 44 օրյա պատերազմի 6-րդ օրը հոկտեմբերի 3-ին Արցախից վերադառնալուց հետո ես պահանջեցի այն ժամանակ իր հրաժարականը, կարող եք գտնել կարճ տեքստերը, թե չեմ սխալվում 4-5 նախադասություն, պատճառներից ավելի ճիշտ ապացույցներից, որ դա միտումնավոր տարվում է, մեկն էլ հենց անել, որ առաջի օրվանից համախմբան կոչ չարվեց։ Այդ պառակտման քաղաքականությունը շարունակվեց այդ ժամանակ։ Պես որ գրեթե, իհարկե վստահ եմ, որ ոչնչի չեն հասնելու, ինչ են անելու։ Ենթադրենք բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր Աթոռից, բռնի ուժով, հետո ինչ։ Եթե իրենք ուզում են, ոնց։ Նոր կաթողիկոս ընտրելու համար կամ պետք է վեհապարը հրաժարական տա, իմ համոզմամբ նա չի անի, նաև իրեն երկար տարիներ ճանաչելով այդպիսի համոզմունք ունեմ, կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնեն, ուրիշ ճանապարհ չունեն։ Սա է, բայց սա խայտառակություն է, ազգային խայտառակություն է, մեր հանրության խայտառակությունն է ամբողջ աշխարհի առաջ, բայց այդ իշխանությունները թքացում են, այդ իշխանությունները ինչպես եկել էին, իրենց բերել էին Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա շարունակում են Հայաստանը տանել կործանման ճանապարհով, բայց չի ստացվելու իրենց մոտ։ Ասացիք ընդդիմությունը օգնում է, բայց ընդդիմության ղեկավարները, ասենք Ռոբերտ Քոչարյան եւ մյուսներ համոզված են, որ 26-ին Փաշինյանը տուն է գնալու իրենց շնորհիվ։ Դուք ունեք այդպիսի կանխատեսում։ Ես ոչ մի ողջախոհ մարդ չի կարող ունենալ այդպիսի կանխատեսում։ Ինչու՞։ 21 թվին էլ էին նույն բանը ասում։ 21 թվին էլ էին նույն բանը ասում։ Այսօր վա իրավիճակում բացառված է դա։
Դա ուղղակիորեն դա բացառված է։ Ինչը կկոնկրետացնեք, ինչն է բացառված։ Որ ընտրություններով Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն։ Ռոբերտ, ես շատ վառ երևակայություն ունեմ, բայց իմ երևակայությունը չի հերիքում պատկերացնել, որ այդպես կոչված ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կասի, որ իշխող կուսակցությունը պարտվել է եւ իշխանությունը փոխվեք վերջնակ, հա։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ չի լինելու։ Ընդդիմությունը ինքը փախչում է քաղաքականությունից։ Ընդդիմությունը ինքը ոչնչացնում է քաղաքականությունը, բայց վախենում է որևէ ոչ ստանդարտ բան ասել։ Եվ իշխանության այս սանձարձակ վիճակի համար պատասխանատվությունը կրում է հենց առաջին հերթին ընդդիմությունը։ Զերո դիմադրություն։ Որտեղ ընդդիմությունը օրակարգ չունի, շարժվում է Փաշինյանի օրակարգով։ Որից եմ կրկնում, միշտ տարիներ առաջացել եմ այս իշխանությունը ու ընդդիմությունը, առաջին հերթին է ձեր նշած քաղաքական ուժը, իրենք իրականում նրանք քաղաքական գործընկերներ են։ Ինչպես։ Որտեղ մեկ առանց մյուսի չի կարող գոյատևել։ Մեկ առանց մյուսի, չէ, որտեղ ինչի համար, որ ես չեմ նայել, հասարակության մի մասի համար նրանք ավելի անընդունելի են, այն մեխանիզմը ինչ-որ աշխատում է, շատ հստակ, լավ։ 5% է ստանում, բիզնեսներ է ստանում, ամեն ինչ էլ ստանում է իրականում։ Մնում են ջրի երես։ Մահ կամ մանդատ սկզբունքով։ Դուք չեք զգում, որ ամբողջ այս երևի մի քանի տասնյակ կուսակցություններ կզմասացնակցել, մի մասը սպոյլերներ, ձայն փախցնողներ, ընդամենը 5%-ի պայքար է գնում, ուրիշ ոչինչ։ Անձնիկար, Հայաստանում ներքին քաղաքականություն չկա։ Չկա, հետաքրքիր չի փաստորեն։ Բացարձակ։ Իսկ Հայաստանի շուրջ ինչ է կատարում, մենք տեսանք Ռուսաստանի դաշնությունից եւ Իրանից հայտարարություններ, պաշտոնյաներ են տարբեր մակարդակի, մեկը ԱԳՆ-ից, մեկը հոգևոր ղեկավարի Իրանի Վիլայեթի մասին է խոսքը։ Վիլայեթի հայտարարություն, որ ես իշխանության մեջ էի, Վիլայեթին արտգործնախարար էր, բավական ազդեցիկ անձնավորություն է։ անձնավորություն է։ Թրամփի քննադատում էր որպես Զանգեզուրի միջանցք, իսկ Ռուսաստան վստահ է, որ ինքը պետք է մասնակցի այդ նախագծին։ Ռոբերտ, ուրեմն օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան համաձայնագրի մասին ես հենց տարվա օգոստոսին, դրանից հետո մանրամասն մեկնաբանել եմ, դա պարզաբանել եմ, այն ինչ որ փաստաթղթում գրված է, փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ այնտեղ Հայաստանի ոչ մի ինքնիշխանություն գոյություն չունի եւ Հայաստանի որևէ պաշտոնյա կամ քաղաքացի նույնիսկ մոտ չի կարող գործել։ Առաջին, երկրորդ, կարծեմ ձեր հաղորդման ժամանակ էլ եմ դա ասել, բայց ինչեւ ատել եմ ասել, որ այս ինչ որ ասացի, բայց նաև ասել եմ, որ այդտեղ եթե կոմունիկացիաներ բան եղան, ինչ որ ասում էին, ապա դրանք մեղրիով անցնել չեն կարող։ Հիմա Վիլայեթին ասած ըստ էության կրկնեց, որ դա նույն Զարգեզուրի միջանցք, ինչ որ իրականություն է։ Հայաստանի ինքնիշխանություն դե գոյություն գրված է սևով սպիտակի վրա։ Վերլուծել եմ այդ փաստաթուղթը վառ առ վառ։ Կարող եմ մի անգամ էլ անել շատ ուշ հասկացողների համար։ Երկրորդ, Ռուսաստանը Իրանի դիրքորոշումը շատ պարզ էր, հստակ արտահայտեց, դա բնական է այդպես էլ լինել, բայց այնուամենայնիվ գիտեք ինչ, Իրանի իշխանություններին բոլոր թևերին ես խորհուրդ կտայի, որ իրենք նաև բաց աչքերով նայեն, որտեղ ասում են որևէ օտար ուժ չպետք է լինի, լավ նայել ինչ է կատարվում Ադրբեջանում եւ իրենց շատ սիրելի մի օտար ուժ այնտեղ հսկայական ռազմական ենթակառուցվածքներ ունի, ես խոսքի Իսրայելի մասին է, որը նրանք չտեսնելու են տալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, երբ եթե չեմ սխալվում արտգործնախարարության ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարն էր, Կալուգինը, ըստ էության ասաց, որ Հայաստանի հետ իրենք պատրաստ են քննարկելու Տրամփի ուղու հարցը։ Դե որտեվ երթուղին, որտեվ զուտ ճանապարհը դա հենց մեղրիով է անցնում։ Վերջերս Փաշինյանն էլ հայտարարեց, որ ճանապարհը երկաթգիտը այնպես է անցնելու մյուս կոմունիկացիաները հյուսիսով։ Այ ավելի վեր։ Ավելի հյուսիս դա ես էլ եմ ասել դա որ ուրեմն ճանապարհն է լինելու։
իշխանությունները չհասկացան, բացարձակապես չհասկացան, որ դա իրենց չէր ուղղված։ Դա ուղղված էր Միացյալ Նահանգներին, Վաշինգտոնին։ Կալուգինի խոսքը նկատի ունի։ Իհարկե։ Բայց ԱՄՆ-ը նրանց հետ կգնա։ Ես միշտ էլ ասել եմ, որ նույնիսկ օրինակը բերել եմ, որ հենց օգոստոսի 8-ից հետո, որ փիղը սենյակի մեջ, հայտնի անգլիական արտերկրում, սենյակում կա փիղ, ամեն ինչից խոսում են, բացի դրանից։ Ամեն ինչից խոսում էին։ Բոլորը բայց չէին ասում, որ այդ ճանապարհը այնտեղ ռուսական սահմանապահներ են կանգնած։ Դա սահմանամերձ գոտի է, որտեղ առանց այդ սահմանների մահների հրամանատարի թույլտվության որևէ Հայաստանի պաշտոնյա չի կարող այդտեղ մուտք գործել։ Սա Մոսկվայի կողմից ուղղակի ուղերձ էր Վաշինգտոնին, որ մենք պատրաստ ենք համատեղ դա իրականացնել։ Վաշինգտոնն այն առայժմ թողել է անպատասխան։ Իսկ ինչու գիտեք, պարզվում է այդ մասին Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես նույնիսկ հայտարարվեց, որ առաջնահերթը ճանապարհն է, մյուս բաները մոռացեք։ Վերջ ուզում եմ մի անգամ էլ կրկնել, ինչ բազմից ասել եմ։ Ցանկացած ուղի ավտոճանապարհ, երկաթուղային ճանապարհ, անգամ Արահետ Սյունիքով արևելք արևմուտք ուղղության, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի պետականությանը, Հայաստանի անվտանգությանը։ Երկրորդ, այդքան հիմարություններ են ասում, որ դա տնտեսական ճանապարհ է, մոռացեք, տնտեսական որևէ տար գոյություն չունի, դա բացառապես քաղաքական, թուրանական ծրագիր է, ինչի մասին մենք հաճախակիորեն երբեմն ամենօրյա, երբեմն ամեն շաբաթվա ռեժիմով լսում ենք Անկարայից եւ Բաքվից։ Ուրեմն Ադրբեջանի նախագահի խորհրդական արտաքին հարցերով վերջերս հայտարարել էր, որ այդ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա է հերթական անհետեթությունը։ Արդեն վաղուց կառուցված, անգամ հիմնանորոգված մոտ 1.5 տարի առաջ Բաքու-Թբիլիսի Ղարս երկաթգծի ուրեմն հզորությունը տարեկան 5.5 միլիոն տոննա է։ Բայց 5-600 հազար տոննայից ավել, այսինքն 10-12%-ից ավել, այդտեղ բեռնափոխադրում չկա։ Ոնց որ դա սպառնալիք է ուղղակի Հայաստանին, իսկ այս իշխանություններն ընդհանրապես սպասում են անընդհատ, թե Ադրբեջանից ինչ կլսեն, որպեսզի դա շտապ իրականացնեն։ Պարոն Շանազարյան, եկեք մի հարցել ընդհանրապես խոսեցինք մի րոպե։ Ադրբեջանից անընդհատ մենք լսում ենք նոր ծրագրեր։ Այն որ 300,000 հոգի պետք է վերադառնան եւ դա փորձում են միջազգայնացիաներով ուրեմն արդեն ինչ որ հիմքեր ստեղծել։ Վերջերս հայտարարեցին, որ Հայաստանը չպետք է մոնոէթնիկ պետություն լինի։ Դա Փաշինյանն արդեն իրականացնում է։ Այս մեծ քանակությամբ տասնյակ հազարներով Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից այդքան ներգաղթյալներ լցնելը դա ուղղակիորեն ռազմավարական սպառնալիք է, տեսեք Եվրոպայում ինչ է կատարվում։ Եվ այստեղ արդեն լրջագույն խնդիրներ կան, ես մի անգամ մամուլով այս հարցը բարձրացրել եմ, օգտվելուց արդյունքից նորից եմ բարձրացնում։ Այդ համայնքները արդեն ստեղծում են նաև իրենց կառույցները, այդ թվում նաև քրեական կառույցները։ Սա տեսեք Եվրոպայի ամենամեծ սպառնալիքներից մեկը, եվրոպական շատ ու շատ երկրների, բացի 1-2 մի քանի խելամիտ քաղաքականություն վարած երկրների, առաջին հերթին Լեհաստանը նկատի ունեմ, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում կարող են թվարկել, մասնակում լրջագույն։ Ընդեղից հրահանգները ստացվում են։ Սա է տեղի ունենում։
մեզ անընդհատ մեղադրում է Ադրբեջանը, որ մենք օկուպանտ ու ագրեսոր ենք։ Ռոբերտ, դա ամբողջովին հակառակն է։ Ուզում եմ հիշեցնել, թե այս իշխանություններին, թե ընդդիմությանը, որ միջազգային փաստաթղթերով ապացուցված է, ով է սկսել պատերազմը։ Պատերազմը սկսվել է 90 թվականի Կրեմլի եւ Բաքվի համատեղ կորցու օպերացիայով։ Դրա համար կա որպես ապացույց ԱՄՆ Սենատի 128 բանաձևը։ Եթե 2 րոպե ժամանակ ունեք, ես կարող եմ դա հենց կարճ ընթեցնել։ Կարճ։ Ուսուցողական նպատակներով, թե ընդդիմությանը, թե եւ ագրեսորը ինքը չի կարող ագրեսիայի, ում որ ագրեսիայի ենթարկել ինքը դրան ներկայացնի որպես ագրեսոր։ Ինչ որ այս իշխանությունների հավանությամբ Ադրբեջանը զբաղված է հիմա բոլոր միջազգային հարթակներով։ Ներողություն, չնայած ժամանակը սուղ է, բայց ես պետք բանաձևը պետք է կարդամ, ես նույնիսկ հետև ոչ իմ թարգմանությամբ 128 բանաձևը ԱՄՆ Սենատի ընդունվել է 90 թվականի մայիսի 17-ին։ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ԽՍՀՄ եւ Ադրբեջանի կառավարությունը ակտիվացրել են Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հայ բնակչության դեմ իրենց հարձակումները։ ԽՍՀՄ կառավարությունը մերժել է Հայաստանի խնդրանքը հրավիրել ԽՍՀ ժողովրդական պատգամավորների արտահերթ լիագումար նիստ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Խորհրդային եւ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով ճանաչված միջազգային նորմերը, ավիրել են հայկական գյուղերը եւ տարհանել հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից։ Զինված ստորաբաժանումները վտանգում են կայունությունն ու խաղաղությունը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում։ Սենատը որոշել է հետևյալը. առաջին, դատապարտել անմեղ մարդկանց, կանանց եւ երեխաների հարձակումները Լեռնային Ղարաբաղում, հարակից հայկական բնակավայրերում եւ Հայաստանում։ Երկրորդ, դատապարտել ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև անզեն քաղաքացիական բնակչության գնդակոծումը Հայաստանի արևելյան եւ հարավային սահմաններում։ Երրորդ, կոչ է անում դադարեցնել շրջափակումները եւ ուժի այլ ձևերը, ինչպես նաև ահաբեկչությունը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Չորրորդ, կոչ է անում դուրս բերել այդ նպատակով տեղափոխված խորհրդային զորքերը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսության, որպես հակամարտության լուծման միակ ընդունելի ճանապարհ։ Եվ հինգերորդ, ԱՄՆ Սենատը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Խորհրդային Միությունում եւ նրա հանրապետություններում ժողովրդավարության ինքնորոշման հաջողությանը, արտահայտելով խորը մտահոգություն խորհրդային կառավարության կողմից իրենց քաղաքական ձգտումները հետապնդող հանրապետություններին եւ տարածաշրջաններին պատժելու, ահաբեկելու կամ ճնշելու նրանց ցանկացած գործողության վերաբերյալ։ Ուզում եմ հիշեցնել նաեւ այսօրվա այս կռեմլեմոլների համար, որ բացի որ սա պատերազմի սկիզբն էր։ Որ 92 թվականին ռուսական 23-րդ դիվիզիան հարձակվեց Արցախի վրա եւ ամբողջ հյուսային Արցախը, ներառյալ Մարտակերտը, օկուպացրեց։ Ինչ վերաբերվում է ինչ են արել նրանք այս 44 օրյա պատերազմին, դրանից հետո էթնիկ զտումներին, դա թողենք։ Ադրբեջանը պետք է հակահարված ստանա։ Ադրբեջանը նացիստական պետություն է։ Այսօր Ադրբեջանում սկսել են արդեն քաղաքասարակությունները։ Ադրբեջանում գոյություն ունի կոնսենսուս իշխանության կուսակցությունների, այսպես կոչված ընդդեմ կուսակցություններ որպես այդպեսին չկան, քաղաքասարակության եւ ողջ հասարակության միջև, որ Հայաստան պետություն պետք է չլինի։
Իսկ Հայաստանի այս քաղաքականությունը ուղղակի պետականագործան քաղաքական։ Իսկ նավթի ներկայացում պայմանավորվածությունը մարտնչում են, իրենք ներսում են մարտնչում։ Դրսում հնազատ գառներ են։ 22 վագոն բենզին է գալիս Հայաստան Ադրբեջանից։ Եկա։ Անասնակերը բերեցին հացահատիկի անվան տակ Ղազախստանից։ Բայց պարզում է դա լուրջ ծրագիր է։ Ասում են խաղաղության ցուցիչ է։ Ինչպես խաղաղության ցուցիչ է։ Ադրբեջանական էներգակիրներ։ Դա գիտեք ինչ, պետականությունը կործանելու ցուցիչ է։ Ինչու՞։ Բացի դրանից այդ անասնակերը որ բերեցին Ղազախստանից, կարծում եմ դրա համար Փաշինյանին այնտեղ շուտ պարգև հանձնեցին Ղազախստանում։ Ուրեմն հիմա Ադրբեջանում մեծ տերմինալ է պատրաստվում հացահատիկի, ղազախական հացահատիկի։ Ինչ է բերելու։ Իշխանությունն ասում է դրանից հաց ենք թխել։ Լավ, սա իհարկե առանձին թեմա է, երևի ասենք առաջ։ Սա է իրականությունը եւ եթե նորից մենք վերադառնանք ներքաղաքական վիճակի, տեսեք, այսօր մեր ամենամեծ խնդիրը իշխանությունը չէ, իշխանությունը ինչ ուզում է անում է։ Դա իմ ընդդիմությունն է։ Հայաստանի այս քաղաքական համակարգն է։ Պետականության համար վտանգ։ Հայաստանում կուսակցություններ չկան։ Անձին կից ինչ որ մարդիկ են։ Իսկ գաղափարախոսական պայքար կա։ Դուք տեսնում եք։ Փաշինյանն ասում է իրական Հայաստան ընդդիմությունը։ Գիտեք ինչ, ամեն անհեթեթություն դա գաղափարախոսություն անվանել չի կարող։ Չի կարելի։ Ինչ գաղափարախոսություն։ Չկա այդպես բան։ Հարևանների հետ բաց ներողություն։ Երբ որ հարևաններն ուզում են քեզ սպանեն, բառից բունու հայտարարում են դա ամեն օր։ Գիտեք, այն պետությունները, որոնք չեն պայքարում, նրանք ոչինչ անում են։ Պայքարը պարտադիր չի պատերազմով ամեն ինչով տարբեր, ոչ մի ուղղությամբ Հայաստանը պայքար չի տանում։ Իսկ այս կուսակցությունները, որ ասում եմ, որևէ կուսակցությունում ինչ եք կարծում, կոլեգիալ են ընդունվում որոշումները ոչ։ Ոչ մի կուսակցությունում կոլեգիալ չեն ընդունվում։ Այսինքն, գիտեք, մեր ամենամեծ, ես ասել եմ, խնդիրներից մեկը 30 տարվա եղել է ամենամեծ խնդիրը, որ մենք ապավինել ենք միշտ մի դաշնակցի, որը պարզվեց մեր թշնամիների դաշնակիցն է, եւ որը դաշնակից չի էլ կարող լինել այսօր։ Եվ երկրորդը, որ ինստիտուցիոնալ պետություն չենք ստեղծել, որպեսզի նման երևույթներ, ինչ որ 2018-ին եղավ, դա տեղի ունենար։ Ինստիտուցիոնալ պետությունում այդպիսի բան չէր կարող տեղի ունենալ։ Իսկ մենք ընտրություններով իշխանություն փոխվի։ Հայաստանում իր անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Բայց ընդդիմությունը փողոցային շարժմամբ էլ չկարողացավ փոխել։ 20 թվից մինչև որտեվ ընդդիմությունը 21 թվից, սկսած այդ մասից 21 թվին եմ ես ասել։ Այնտեղ Փաշինյանին հեռացնելու պայքար չկար, պայքար կար իրար մեջ, ով է գալու իշխանության։ Հիմա էլ իրար մեջ պայքարը նրա համար է, թե ով է 5%-ը հաղթահարելու, ով չի հաղթահարելու։ Փաշինյանը ով կորոշի, նա էլ կհաղթահարի։ Հենց որ որևէ քաղաքական միջոցառում չեն կարող։ Աշխարհաքաղաքական փոփոխությունները միայն կարող են հասնել։ Փաշինյանը գնում է Բրյուսել, Կայակալասին բողոքում է, ասում է ինձ օգնի, որպեսզի ռուսական պրոպագանդայից ազատվեմ։ Կայակալասը պետք է իրեն պատասխաներ տղա ջան, քո ամբողջ պետական մեդիաներն են ռուսական քարոզչություն տանում։ Ամբողջը, որը ուղղված է մեր պետականության դեմ, ուղղակիորեն այդ ամենը։ Գիտեք, հիմա մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որտեղ կա ստրատեգիական անորոշություն։ Բայց խորը հաշվողների համար այդ անորոշությունը այնքան էլ անորոշություն չէ։ Ռոբերտ, այն ինչ 10 օր առաջ հրապարակվեց Միացյալ Նահանգներում, ազգային անվտանգության նույնահայեցակարգը, ըստ էության հայտարարվեց այն, ինչ արդեն գիտեին բոլորը, պաշտոնապես հայտարարվեց։ Ինչ հայտարարվեց։ Հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները իրենց համաշխարհային լիդերներից հրաժարվում են, սա առաջին, բայց իրենց համար շատ կարևոր է պահել որոշակի լծակներ։ Տեխնոլոգիական առաջատար իրենք պետք է լինեն աշխարհում, այստեղ խնդիր ունեն Չինաստանի հետ։
Մյուսը, որ դոլարը պետք է մնա որպես հիմնական պայեստային եւ առևտրական միջոց, որ իրենք պետք է առավելագույն վերահսկողություն ունենան լոգիստիկ ճանապարհների վրա եւ վերաբեր շատ մեծ ազդեցություն պետք է ունենան նավթամթերքների վրա։ Եվրոպայի ըստ էության իրենք որպես թիրախ Եվրոմիությանը հայտարարեցին, միանգամից ավելացնեմ, որ խիստ կասկածներ, մեծ կասկածներ ունեն, որ այդ ամեն ինչը այս ռազմավարությունը աշխատելու է, վստահ եմ, որ չի աշխատելու։ Այստեղ Տրամպի հետ, Տրամպը երաշխիքներ, որտեղ զերո երաշխիքներ կան։ Ասեն, ինչի Եվրոպան ներդրումներ չի անում։ Որտեղ սա տնտեսություն չկա, տնտեսական բաղադրիչ այդտեղ գոյություն չունի, իսկ որ երկիրն է պատրաստ այս զերո շահաբերությամբ ծրագրում, ես նրա նկատի ունեմ TRIP-ը, վնասակար տնտեսական առումով ծրագրում մեծ ներդրումներ կատարել, միայն Թուրքիան, ուրիշ ոչ ոք, Ադրբեջանի հետ միասին, որտեղ նրանց համար դա աշխարհակաղակական ծրագիր է։ Իսկ մենք անընդհատ որ անհետեթություն ենք լսում, խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ եւ այս ամեն ինչը մի խոսքով գիտեք եւ այս իշխանությունը եւ անձամբ վարչապետին իրենց հետաքրքրել չէ որ իր ասածներին հավատան անհետեթություններին։ Իրենց համար կարեւոր է որ ընդհանրապես ոչ մեկի չհավատան ոչ մի բանին եւ ստեղծել աղմուկ ընդդիմության հետ միասին որ այդ աղմուկի մեջ որևէ ռացիոնալ խոսք ուղղակի չլծվի։ Եկեք ընդունենք, որ դրանց շատ լավ հաջողվում է։ Շնորհակալ եմ, պարոն Շահնազարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Շահնազարյան։